Տիկին Գալյան, արդյոք սահմանադրական կարգի խախտում չէ Նիկոլ Փաշինյանի կողմից եկեղեցու ներքին հարցերին միջամտելը, հաշվի առնելով, որ ըստ սահմանադրության եկեղեցին եւ պետությունը անջատված են։ Եկեք հիշենք, թե սահմանադրությունը ինչ է ասում եկեղեցու հետ կապված։ Սահմանադրությունը պարունակում է մեկ ըստ էության դեկլարատիվ բնույթի նորմ, որի համաձայն Հայաստանի Հանրապետությունը ընդունում է հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերը հայ ժողովրդի կյանքում։ Նաև ներողություն ինքնուրույն կառավարումը։ Այո։ Եվ վերադառնալով ձեր հարցին, ինչ է եղել, որը ստիպել է, որ ծագի նման հարցադրում, այսինքն ինչով է խառնվելը դրսևորվել։ Օրինակ, եթե դուք ասեք խառնվելը դրսևորվել է կամ կարող է դրսևորվել խնդիրների մասին բարձրաձայնելով, շատ լավ կարող ենք դա քննարկել, բայց առնվազն իմ դիտարկմամբ առկա խնդիրների մասին բարձրաձայն խոսելը ինքնուրույնությանը, եթե գտնում ենք, որ այդպիսին առկա է պայմանավորված եկեղեցու ձեր կողմից նշած սահմանադրական կարգավիճակով։ Չէ, ներողություն, երբ վարչապետը ասում է, որ պետք է Հայաստանի Հանրապետությունը իր վճռորոշ դերակատարություն ունենա ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում եւ մենք ունենք սահմանադրությունում ամրագրված, որ ինքնակառավարվող Մարմին է եկեղեցին եւ պետությունը Հայաստանի Հանրապետություն եւ հայ առաքելական եկեղեցու մասին օրենքով դա ամրագրված է։ Սա արդյոք չի նշանակում, որ փորձ է արվում միջամտել։ Մի բան ֆիքսենք։ Եկեղեցու հետ հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով եւ այսօր էլ մենք ունենք օրենսդրական դաշտ, որը կարգավորում է որոշակիորեն այդ հարաբերությունները։ Իրականում այդ կարգավորումները որպես կանոն այսօրյա այժմեական իրականության համատեքստում միտված են եկեղեցուն որոշակի արտոնություններ տալուն, եկեղեցականների կարգավիճակի հետ կապված նրանց որոշակի արտոնություններ տալուն եւ այլն։ Այսինքն մենք ընդունում ենք, որ գոնե այս պահին առնվազն այդքանով եկեղեցու եւ եկեղեցականների հետ հարաբերությունները կարող են օրենքի մակարդակում կարգավորվել։ Եվ մենք չպետք է մոռանանք, որ մենք իրավական պետություն ենք եւ այն, որ եկեղեցու կարգավիճակը սահմանվել է ըստ էության սահմանադրության շրջանակներում, դա եւս խոսում է այն մասին, որ առնվազն հնարավոր է, որ իմպերատիվ կարգավորումների դաշտում քննարկվեն այն հարցերը, որոնք նաեւ այսօր բարձրացան էթիկական նորմերի խախտում չէ, եւ պետության ղեկավարը նման բառամթերքով է խոսում։ Գուցե դա օրենքի խախտում չէ։ Մենք շատ կարող ենք խոսել տարբեր մարդկանց կողմից տարբեր խոսույթի գնահատականներ տալու մասին։ Ես կարծում եմ, որ խնդրի բարձրաձայնման հետ կապված ամեն մարդ ինքն է ընտրում, թե ինչպես պետք է դա անել, եւ գուցե որոշների համար դա սուր երանգներ պարունակող բառամթերք է, այո, սուր երանգներ պարունակող բառամթերք է, գուցե օրինակ ես կամ մեկ այլ անձ խնդիրները բնորոշելիս նման կերպ չարտահայտվել, բայց ամեն մարդ ինքն է ընտրում եւ եթե դա չի հատում իրավականության սահմանը, կարծում եմ, որ այստեղ խնդիր չկա եւ եւս մեկ կարեւոր հանգամանք կուզենայի շեշտադրել, մենք անընդհատ քննարկում ենք կամ վերջին օրին անընդհատ նույն բանն է քննարկվում եւ կարծես թե մեղադրվում է կողմը, որը բարձրաձայնում է խնդրի մասին եւ ընդհանրապես չի խոսվում կամ խոսվում է, ես գուցե այդքան չեմ նկատել, իրական գոյություն ունեցող խնդրի մասին։ Այսինքն մենք խոսում ենք, որ խնդրի մասին խոսելը ամոթ է, բայց խնդրի արձանագրումը ամոթ չէ։ Խնդիրը այն է, ինչի մասին որ մենք բոլորս տեղյակ ենք։ Եթե դուք չեք տեսնում, խնդիրն այն է, որ վնասում է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, չգիտեմ, հանրային ինչ-որ բարոյական նորմերին, պետական շահերին, ինչ խնդիր եք դուք տեսել։ Ինձ թվում է յուրաքանչյուր քրիստոնյա ինքը պետք է որոշի խնդիր տեսնում է, թե չի տեսնում։ Եթե անձը իրեն համարում է հայ առաքելական եկեղեցու հետևորդ եւ հետևում է կանոնական իրավունքին, ապա ինքը պետք է իր համար եզրահանգում անի, թե այս իրավիճակում խնդիր կա, թե չկա։ Իմ դիտարկմամբ մենք այսօր ունենք խնդիր,
Մենք ունենք եկեղեցի, որը արդեն վաղուց զբաղվում է քաղաքականությամբ, ըստ էության։ Եկեք դա էլ արձանագրենք եւ եթե եկեղեցականները պարտավոր են հետևել որոշակի կանոնների, որոնց պարտավոր են հետևել նաեւ պաշտոնյաները, օրինակ աշխարհիկ մարդկանց դեպքում, եթե նրանք պաշտոնյա են, պարտավոր են տարեկան հայտարարագիր ներկայացնել, օրինակ չլինել կոռումպացված, լինել թափանցիկ եւ հաշվետվողական, եւ հասարակությունը կարող է հետևել դրանց։ Եկեղեցականների պարագայում էլ կարող ենք արձանագրել, որ այլ կանոններ են գործում, եւ քրիստոնյա համայնքը ինքն է որոշողը, հետևի այդ կանոնների պահպանմանը, թե չհետևի այդ կանոններին։ Հաշտ է եղել այս ամեն ինչի հետ եւ գուցե իմացել, բայց եթե հաշտ է եղել, ուրեմն խնդիր չկա։ Իմացել է, բայց այդ չի կարևորել, առաջնային խնդիր չի համարել։ Այն ինչի մասին խոսվում է, մենք բոլորս գիտենք դա, ես չեմ ցանելուկները։ Եթե որևէ բան չկա, ինչու եք ինձ հարցեր տալիս։ Նիկոլ Փաշինյանն է սկսել։ Դուք օրինակ որ իմանաք լուրերի մասին խոսելը կամ ինչ որ իրողությունների մասին խոսելը սկսել է վարչապետը, որովհետև դա այդպես չէ։ Տեսեք, այդ լուրերը շրջանառվել են շատ ավելի վաղուց, դրա մասին խոսվել է եւ անձինք նորից եմ կրկնում, բոլորը ազատ են հավատալու կամ չհավատալու ինչ որ բանի։ Դա իմ պատասխանը։ Այսինքն, եթե որևէ մեկը խնդիր չի տեսնում, դա իր խնդիրն է։ Եթե ես խնդիր տեսնում եմ, դա իմ խնդիրն է։ Սահմանադրությամբ ունի իրավունք միջամտելու եկեղեցու գործերին։ Վարչապետը սահմանադրությամբ իրավունք ունի խոսելու առհասարակ, թե ոչ։ Ասում եմ միջամտելու, խոսելու բոլոր։ Դուք տեսնում եք, եկեղեցու գործերին։ դուք տեսնում եք միջամտություն, ես չեմ տեսնում միջամտություն։ Կարող եմ ես չտեսնել միջամտություն։ Երբ որ ասում եք հանրապետությունը պետք է գործուն մասնակցությունն է նա յուրաքանչյուրը ձեր օպերատորներին զսպել։ Երբ որ եկեղեցին ինքնակարգավորվող մարմին է, այստեղ կա միջամտություն, թե չկա։ Իսկ եկեղեցու ինքնակարգավորվող մարմին լինելու հանգամանքը մենք ինչից ենք բխեցնում, այն որ եկեղեցին այլևս մեր սահմանադրության մի մասն է, դա ձեզ ոչինչ չի ասում, այսինքն եկեղեցին որևէ նշանակություն չունի քաղաքացիների կյանքում եւ այլն, հա, եթե մենք համաձայնության ենք գալիս այն հարցի շուրջ, որ եկեղեցին ուղակի կրոնական կազմակերպություն է, ինչպես այլ կրոնական կազմակերպությունները, ընդհանրապես եկեք այս հարցը հանենք օրակարգից։ Հիմա եթե դուք համաձայնում եք, որ եկեղեցին ունի բացառիկ դեր մեր պետության եւ հասարակության կյանքում, եկեք հասկանանք մեր ժողովուրդը ուզում է որևէ մասնակցություն ունենալ ձեր ասած այդ ինքնակարգավորման հարցում, թե չէ։ Տիկին Գալյան, Եկեք քննարկենք հարցը, եկեք հարցը քննարկենք, եկեք հարցը ես բազմիցս նշել եմ, խնդրում եմ մի ընդհատեք, վերջին անգամ։ Տիկին Գալյան, ես Անհնար է, որովհետև միտքս մոռացա չեմ կարող։ Լավ, Տիկին Գալյան, ես հարցամ էլի։ Դաշնակցական Հրանտ Մարգարյանը հարցազրույց է տվել եւ հոկտեմբերի 27-ը եւ նոյեմբերի 9-ի այդ խուլիգանությունը որակել որպես պորտկոմ, սրբություն, սրբոց եւ էլի մի քանի հայտարարություններ արել։ Դուք որպես իրավաբան այստեղ խնդիր չեք տեսնում այդ մարդուն հարցականության կանչելու որևէ առիթ չկա։ Ճիշտն ասած, հարցազրույցը չեմ տեսել ու մեկնաբանություն այդ առումով Տիկին Գալյան, Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ հնարավոր է սահմանադրական փոփոխություններում վերանայվի, հա, եկեղեցի պետություն հարաբերությունները, կա ինչ որ քննարկում, ինչ որ բովանդակություն այս մասով, թե ոչ։ Այս բանին ոչ, որևէ քննարկում այս մասով չկա։ Դուք բացառում եք, որ կլինի։ Ես որևէ բան չեմ բացառում, որովհետև յուրաքանչյուր հնչեցված միտք դա գաղափար է, որը կարող է քննարկվել եւ դրա շուրջ կարող է լինել կոնսենսուս խորհրդի կողմից եւ կարող է չլինել այդ կոնսենսուսը։ Դուք օրինակ առաջարկեք, որ քննարկեն։ Ես կարծում եմ պատմականորեն հայ առաքելական եկեղեցու դերը ընդգծված է եղել մեր բոլորիս կյանքում եւ առնվազն շնորհակալություն։ Այլ հարցեր ունեք։ Տիկին Գալյան, վարչապետը իր գրառումներով հարցեր է բարձրացնում եկեղեցականների մասին։ Հիմա պետությունը ինչ-որ քայլեր անում է, օրինակ այդ տեղեկատվությունները ճշտելու համար, ինչ-որ հանձնարարականներ կան, թե ոչ։
Ոչ, կարծում եմ, ինչ հանձնարարական պետք է։ Օրինակ վարչապետիկինը մանկապարտության մասին է խոսում, որ հոգեվորականների մեջ Եթե առնվազն այդ ինֆորմացիան ստուգվում է, ապա ստուգման պարտականությունը արդարադատության նախարարությունը չի կարող կրել։ Չէ, թույլտվությամբ մի Տարի հարց ու սահմանադրական փոփոխություններից խոսեցինք, ինչ նորություն կա սահմանադրական Ամեն ինչ լավ է։ գծից եւ վիճակագրի հարցերի կապված որոշակի ստակեցումներ կան։ Մենք արդեն պլանավորել ենք, որ այս ամսվա վերջ կամ մյուս ամսվա սկիզբ կունենանք խորհրդի նիստ եւ խորհրդի անդամներին կներկայացնենք որոշակի դրույթներ, որոնք ըստ էության արդեն մշակվել են, բայց մինչ այդ որևէ փակագիծ բացել չեմ ցանկանա, այդ նիստը իհարկե դեռ կքննարկենք ուղիղ հեռարձակվելու է թե ոչ, բայց երկու դեպքում էլ հանրությունը տեղյակ կլինի այն մասին, թե ինչ է քննարկվել այդ նիստում եւ ինչ որոշումներ են կայացվել։ այսինքն այդ մասը։ Հռչակագրի մասով դեռ ոչ, հստակություն չկա։ Կինգալյան, երբ որ վարչապետ ազգային ժողովում զայրացավ եւ համբալ ասեց անդիմադիրների նստեցության, այդ ժամանակ դուք ներկա էիք ու նկատելի էր, որ վարչապետին ասում էիք Նիկոլ, իրեն անունով եք դիմում։ Ինչի՞ դեռ նկատելի է։ Այդպես էր նկատելի, եթե սխալ ենք նկատել, դուք մեզ։ Ոչ։ Եվ ԶԼՄ-ի մասին օրենք եք փոխում առանց լրագրողներին հարցնելու, ինչն է պատճառը։ Ես եթե չեմ սխալվում, հանրային քննարկումներով անցել է այդ նախագիծը եւ ոչ միայն հանրային քննարկումներով է անցել, այլ ժամանակին ուղարկվել է Վենետիկ, որպեսզի Վենետիկի հանձնաժողովը տա համապատասխան կարծիք։ Այդ կարծիքը ստացվել է, բայց ներկա փուլում այդ նախագիծը գտնվում է ակտիվ քննարկումների փուլում եւ եթե ցանկություն կա, որևէ խնդիր չեմ տեսնում եւս մեկ հանրային քննարկում կազմակերպել նախագծի հետ կապված։ Տիկին Գալյան եւ Ցմա դատապարտյալները խնդիրների մասին են ազանգում, դուք վերջերս Նուբարաշենում հանդիպել եք նրանց հետ, հիմնական խնդիրն հարցադրում իրենց կողմից այն է, որ այդ պրոբացիայի ծառայությունը միանգամից բացասական եզրակացություն է տալիս, այլ դատապարտյալներն ասում են, որ իրենց գործերը ժամանակին լավ չեն քննել, դուք այս մասով ինչ եք առաջարկում իրենց։ Չէ, իրականությունը այդպիսինը չի եւ դա փաստագրված է այլևս, որ այդպիսինը չի, որովհետեւ այլակերպ մենք չենք ունենա ՑՄԱ դատապարտյալներ, որոնք փոխած կլինեին իրենց անվտանգային գոտիները։ Վերջերս, եթե չեմ սխալվում, մի քանիսը եւս փոխել են անվտանգային գոտի։ Անվտանգային գոտի փոխելը նշանակում է, որ ավելի խիստ պայմաններից տեղափոխվել են ավելի մեղմ պայմաններ պատիժը կրելու, եւ սա իրենց վարքագծի վերասոցիալականացման դրական դինամիկայի արձանագրումն է։ Այսինքն մենք փորձում ենք անել ամեն ինչ, որ ճիշտ փորձենք փաստագրել այն իրողությունը, որը առկա է։ Այսինքն այդ զեկույցների որակի բարձրացման, դատապարտյալների հետ անհատական աշխատանքի կազմակերպման արդյունքում փորձում ենք այնպես անել, որ ՑՄԱ դատապարտյալները ավելի ճկուն մեխանիզմով տեղափոխվեն ավելի ցածր անվտանգային գոտիներ։ Կինգալյան, աղմկահարույց ծեծկոտուքից գրեթե 2 շաբաթ անց նոր դուք գնացիք ՑՄԱ դատապարտյալներին տեսնելու։ Իրենք որակել էին հենց քալանավայրից ձեր այս քալը կեղծ մարդասիրություն։ Ինչու հենց անմիջապես ծեծի օրերին չգնացիք հասկանալ, ինչ էին արել տղաների հետ։ Բայց չէի գնացել հասկանալու թե ինչ է արվել։ Ես գնացել էի, ես այդպիսի երանգ այն գործողությանը, որը կատարվել է, երբևէ չեմ տվել եւ չեմ էլ տա, որովհետեւ դա չի համապատասխանում իրականությանը։ Դա ընդհանրապես միջոցառում է եղել միտված ճնշելու անձանց ոչ իրավաչափ վարքագիծը եւ ես կրկնում եմ ոչ իրավաչափ վարքագծին հակազդման մեխանիզմները սահմանված են օրենքով եւ մենք ընթացքի մեջ է եւ մենք նույն հարգելի լրագրողներ ձեզ հետ շփում ուղղակի անհնար է դառնում խնդրում եմ ձեզ էլի Չէ, շատ լավն եք, բոլորից սիրում եմ, բայց թողեք խոսենք, բոլորին թողեք խոսել, որովհետև մարդիկ գալիս են ցանկանում են շփվել ձեր եւ հանրության հետ։ Ես գնացել էի քրեակատարական հիմնարկ հանդիպելու ՑՄԱ դատապարտյալներին, որպեսզի
հասկանամ առհասարակ ինչ խնդիրներ ունեն ցմահ-դատապարտյալները։ Ծեծեցին նոր գնացիք, Տիկին Գալյան, սա է խնդիրը, ուզում եմ ճիշտ հասկանալ։ Հիմա դուք հարցը բացացնում եք, Իսկ դե ես էլ ասում եմ չծեծեցին, եկեք սա բանավեճի վերածենք։ Ոչ մեկին չի ծեծել։ Դուք բացառում եք կամ ավելի ճիշտ վստահեցնում եք, որ առաջիկայում ցմաների հետ կապված արդեն վաղաժամկետ այդ հիմքով ազատվողներ կլինեն, թե ոչ, որովհետև 18 թվականից Ես վստահեցնել չեմ կարող, որովհետև դրա մանդատը չունեմ։ Բաժից պայմանական վաղակետ ազատելու հարցի լուծողը միայն դատարանն է։ Եվ մեր խնդիրը միայն զեկույցների մշակումն է, եւ այդ մշակումը ինքնուրույն գործընթաց չէ այնքանով, որ կախված է հենց դատապարտյալի վարքագծից։ Այսինքն մեր խնդիրը պայմաններ ստեղծելն է վերասոցիալականացման, ինչի շուրջ մենք ակտիվ աշխատում ենք, եւ ֆիքսելն է վարքագծում դրական դինամիկան, ինչի շուրջ եւս աշխատում ենք, բայց արդյոք դատարանները պայմանական վաղաժամկետ կազատեն դատապարտյալներին պատժի կրումից, ես այդ հարցին երբևէ պատասխանել չեմ կարող։ Մենք ունեցել ենք 2019-ից հետո դեպքեր, երբ անձինք ցմահ դատապարտյալները ազատվել են պատժի կրումից։ Շնորհակալություն։